Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլորին, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը, նշեմ իհարկե ինչպես միշտ բոլոր այն տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, armradio.am կայքը, on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը եւ դիտելու եւ լսելու հնարավորություն կա, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ իհարկե հրավիրում եմ Facebook-յան հարթակ հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Edge, որտեղ մեզ կրկին կարողանաք տեսնել live stream-ի տարբերակով։ Մեկնաբանությունները բաց են, կարող եք հարցեր թողնել, ինձ անձնական նամակով հարցեր, դիտարկումներ ուղարկել եւ ես դրանք կհնչեցնեմ մեր այսօրվա հյուրերի համար, ամենահետաքրքիրները եւ կարեւորները։ Ներկայացնեմ, թե ում հետ ենք զրուցելու, այսօր երկու հյուր ունենք, երկու մասնագետներն էլ կարդիոլաբ կլինիկայից են, էնդոկրինոլոգ Քնարիկ Բադեյան եւ գաստրոենտերոլոգ Արփինե Սիմոնյան, բարև ձեզ բժիշկներ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն թեմայի առաջարկի համար, մենք մի փոքր ինչպես հասցրինք եթերից առաջ խոսել, մետաբոլիկ համախտանիշը փաստորեն շատ արդիական, շատ հաճախ հանդիպող եւ փաստորեն չվերացող խնդիրներից է եւ երկուստեք վիճակ ունենք, հակասական վիճակ ունենք, այսինքն այսօր թվում է թե համացանցը բաց է, բոլոր բժշկագիտական, առողջապահական գրագետ պորտալները կան, կարելի է մտնել ամեն ինչ իմանալ, բայց դուք նշում եք նաև, որ անգրագետ եւ ոչ ճիշտ, ոչ պատշաճ, ոչ գիտահեն ինֆորմացիան էլ շատ է պտտվում եւ մարդիկ այսպես շարունակում են այս խնդիրներն ունենալ։ Սկսենք ամենասկզբից, ինչ ենք հասկանում մետաբոլիկ համախտանիշ ասելով, բոլոր նրանց համար, ովքեր միգուցե առաջին անգամ են այս բառակապակցությունը լսում։ Ով կուզի սկսել եւ մյուս մասնագետն էլ կարող է իհարկե լրացումներ, դիտարկումներ կատարել։ Ես երևի սկսեմ, նախ սկսենք նրանից, որ մետաբոլիկ սինդրոմը դա մեկ հիվանդություն չէ, դա մի քանի նյութափոխանակային օղակներում առաջացած խնդիրների համակցություն է, որի ժամանակ մենք տեսնում ենք արդեն առաջացած կոնկրետ նյութափոխանակային սիմպտոմներ։ Տեսեք, ինչ է ընդգրկում մետաբոլիկ համախտանիշը, առաջին հերթին դա ավելորդ քաշի առկայությունն է, որի դեպքում մենք հաճախ տեսնում ենք վիսցերալ ճարպակալում, աբդոմինալ տիպի ճարպակալում, գլյուկոզայի տոլերանտության խանգարում, ինչպես բոլորիս քաչ հայտնի է, վերջերս շատ հաճախ լսում ենք ինսուլինառեզիստենտականություն տերմինը։ Այո, սա բավականին հիմա մտել է շրջանառության մեջ, մենք ոչ բժիշկ մարդիկ սկսել ենք հաճախ սա նկատել։ Այո, շատ հաճախ է կիրառվում ինսուլինառեզիստենտականություն տերմինը եւ շատ հաճախ անիմաստ դեպքերում, սակայն դա շատ կարեւոր հիմք է նյութափոխանակային պրոցեսների խախտման հետ կապված կարեւոր պաթոլոգիկ օղակ է։ Ուրեմն հաջորդը նշեմ մետաբոլիկ սինդրոմի համակցություններից դիսլիպիդեմիան է, հիմնականում տրիգլիցերիդների բարձր մակարդակ ենք տեսնում, բարձր խտության լիպոպրոտեիդների ավելի ցածր մակարդակ, խոլեստերինի հետ կապված խնդիր է բոլորիս քաչ հայտնի։ Այս բոլոր բառերը, տերմինները վերաբերում էին խոլեստերինին։ Մենք հաճախ լսում ենք, որ խոլեստերին իրականում այդքան էլ վտանգավոր խնդիր չէ, այնտեղ մենք նաև գիտենք վատ ու լավ տեսակի մասին մի փոքր կարող եք այս մոլորությունները կամ իրականությունը մեկնաբանել։ Այո, սիրով։ Խոլեստերինի հետ կապված միֆերը եւս շատ են, խոլեստերինի հետ կապված միֆերը եւս շատ են, տեսեք, խոլեստերինը ունի ֆրակցիաներ, ձեր նշած լավ ու վատ խոլեստերինները, վատ խոլեստերինը որպես այդպեսին համարում ենք ցածր խտության լիպոպրոտեիդները եւ տրիգլիցերիդները եւ լավ խոլեստերին կոչվածը դրանք բարձր խտության լիպոպրոտեիդներն են եւ մետաբոլիկ սինդրոմի ժամանակ հաճախ մենք տեսնում ենք բարձր խտության լիպոպրոտեիդների ցածր մակարդակ, այսինքն ձեր նշած լավ խոլեստերինի ցածր մակարդակ եւ իհարկե վատ խոլեստերինի ցածր խտության լիպոպրոտեիդների եւ տրիգլիցերիդների բարձր մակարդակ։ Սրանք միշտ հակառակ համեմատական են միմյանց։ Այո, հիմնական դեպքերում այո, ցածր խտության լիպոպրոտեիդները եւ տրիգլիցերիդները շատ հաճախ բարձրանում են եւ բարձր խտության լիպոպրոտեիդը սկսում է իջնել դիսլիպիդեմիայի ժամանակ։ Եվ հաջորդ կարևոր ուրեմն բաղադրիչներից մեկը դա զարկերակային հիպերտենզիան է, որը եւս համարվում է մետաբոլիկ սինդրոմի կարևոր բաղադրիչներից։ Սակայն այստեղ կարևոր է նշել, որ կարող են հանդիպել
նշկացս բաղադրիչներից մի քանիսը։ Ինչպես նաև կարող ենք տեսնել արդեն շաքարային դիաբետ։ Կարող է լինել կամ շաքարային դիաբետի առկայություն, կամ պրեդիաբետ, կամ ինսուլինառեզիստենտականություն, եւ այստեղ շատ կարեւոր է հասկանալ կոնկրետ որ փուլում ենք մենք գտնվում եւ տվյալ պացիենտներին պետք է ցուցաբերվի արդեն կոմպլեքս մոտեցում, որպեսզի մենք կարողանանք խուսափել կարդիոմետաբոլիկ ռիսկերից, քանի որ մետաբոլիկ համախտանիշը ինքը իրենով հանդիսանում է շատ լուրջ ռիսկի գործոն սիրտանոթային լուրջ բարդությունների առաջացման կապակցությամբ եւ այստեղ կուզենամ պարտադիր նշել նաեւ այն փաստը, որ կարդիոմետաբոլիկ ռիսկերը գնահատելու ժամանակ մենք միայն BMI-ին ուշադրություն չենք դարձնում, այսինքն մարմնի զանգվածի ինդեքսին, որին բոլորս քաջ ծանոթ ենք, ճարպակալում ախտորոշումը դնելուց մենք միայն մարմնի զանգվածի ինդեքսով չենք առաջնորդվում, այստեղ կարևոր են նաև մնացած պարամետրերը, ինչպես նշեցի, վիսցերալ ճարպակալումը, առհասարակ ճարպի բաշխումը օրգանիզմում եւ այստեղ շատ մի կարևոր փաստ էլ կուզենամ նշել, որ ճարպակալումը դա միայն էսթետիկ խնդիր չի, ճարպակալումը դա ախտորոշում է, քրոնիկ ընթացքով հիվանդություն է եւ պարտադիր պետք է դրանով զբաղվեն բժիշկները։ Այ դուք նշեցիք, որ ճարպի բաշխում հասկացություն կա, սա քիչ ենք լսել այս մասին, կնկարագրեք, թե ինչպես պետք է պատկերացնենք արդյոք եթե մենք ճարպակալման խնդիր ունենք եւ ճարպ ենք հավաքում, եթե այսպես կարելի է շատ կենցաղային ասել, այն հավասարաչափ, չգիտեմ, դեմքից մինչեւ ներքև չի գնում, ինչ է կատարվում այստեղ։ Այո, մենք կարող ենք տեսնել հաճախ որովայնային տիպի ճարպակալումով պացիենտներին, որովայնի շրջանում ճարպի կուտակման դեպքում իմ նշած վիսցերալ ճարպակալման հետ կապված խնդիրն է առաջանում, երբ որ բացի նրանից, որ հավասարաչափ վերջույթներում ճարպը կուտակված է, նաև ներքին օրգաններում շատ լուրջ ճարպային կուտակումների խնդիր ունենք, եւ հենց դա արդեն լուրջ ռիսկի գործոն է կարդիոմետաբոլիկ ռիսկերի հետ կապված։ Փաստորեն որքան այստեղ մեծ խնդիր ունենք, այնքան արդեն կարդիոմետաբոլիկ դաշտում այն ազդեցություն կունենա։ Եկեք ձեզ էլ լսենք, դուք ինչ կասեք այն մարդկանց, ովքեր ձեզ կհարցնեն, օրինակ, ինչ է նշանակում մետաբոլիկ համախտանիշ, ինչ հասկանանք։ Ես քանի որ եւ թերապևտ եմ եւ գաստրոենտերոլոգ, հենց առաջնային օղակում խիստ կարեւոր է իրազեկվածությունը, գրագետ ինֆորմացիայի տրամադրումը, այսինքն հենց մեր ընտանեկան բժիշկները, թերապևտները պիտի գիտելիքով լավ զինված լինեն, տիրապետելու ճիշտ գնահատել մետաբոլիկ ռիսկերը, կատարել մետաբոլիկ սկրինինգ ասվածը, սա ինչ է իրենից ներկայացնում, քանի որ ընտանեկան բժշկի դպրոցում, այսպես ասած, կարևորագույն փուլերը հենց առաջնային ոչ միայն բուժումն է, այլ նաև կանխարգելումը, ժամանակին արված պրոֆիլակտիկ հետազոտությունները, սկրինինգները, կարևոր է տիրապետել հենց մետաբոլիկ սկրինինգին եւս, այսինքն դա այն պարզագույն չափումներն են, որոնք անում է հենց թերապևտ ընտանեկան բժիշկը պացիենտի այցերի ժամանակ, այսինքն դա զարկերակային ճնշման չափումն է, մոնիտորինգը ճնշման, այ հենց վիսցերալ ճարպակալման մասին դոկտորը խոսեց, աբդոմինալ ճարպի, այսինքն որովայնի շրջանում ճարպի կուտակման, ինչը եւ խոսում է այն մասին, որ ունենք նաեւ այդ ճարպի կուտակում ներքին օրգանների, հատկապես լյարդի ենթաստամոքսային գեղձի հատվածում, ինչին հենց ճարպային լյարդ ենք ասում, այսինքն նաեւ պետք է ճիշտ գնահատել հաշվարկել ոչ միայն մարմնի զանգվածի ինդեքսը BMI-ը, այլ նաև որովայնի շրջագիծը չափումներով, որի բարձր լինելը կանանց եւ տղամարդկանց մոտ արդեն իսկ ազդակ է ուրեմն որպես կարդիոմետաբոլիկ ռիսկ եւ առհասարակ որպես մետաբոլիկ դիսֆունկցիոնալ լյարդի ճարպային հիվանդության ախտորոշման մի, այսպես ասած, օղակ։ Շատ կարևոր է իհարկե նաև լաբորատոր ցուցանիշների ճիշտ գնահատումը հենց առաջնային օղակում, այսինքն քաղցած գլյուկոզայի մակարդակի որոշում, լիպիդային պրոֆիլ, ինչպես նշվեց արդեն բարձրացած խտության լիպոպրոտեիդներ, ընդհանուր խոլեստերին, տրիգլիցերիդներ, ինչպես նաև գլիկոլիզացված հեմոգլոբինի որոշումը, լյարդի երիկամների ֆունկցիոնալ վիճակի գնահատումը, այստեղ եթե թույլ կտաք մի փոքր, քան որ հենց fatty liver-ի ճարպային լյարդի մասին կուզեմ խոսենք մի փոքր էլ ավելի իրազեկումը բարձրացնենք, որպես շատ ակտուալ տարածված խնդիր, առհասարակ մետաբոլիկ բժշկության շրջանակում հենց հաստատեն առանձին այն այդքան էլ չի հանդիպում եւ մենք հենց լսում ենք լյարդի ճարպակալում կամ ճարպային լյարդ, պետք է հաշվի առնենք մետաբոլիկ համախտանիշի առկայություն, ճիշտ ենք հասկանում։ Առհասարակ մետաբոլիկ համախտանիշը սիստեմային խնդիր է համակարգային, իսկ հենց մետաբոլիկ դիսֆունկցիոնալ լյարդի ճարպային հիվանդությունը կարելի է ասել լյարդային մանիֆեստացիան
այսինքն դրսևորումն է խնդրի, քանի որ հենց այդ մետաբոլիկ ուրեմն նյութափոխանակային խանգարումների հիմքում է լյարդում ճարպ կուտակվում եւ բերում մի շարք խնդիրների։ Կարող ենք ունենալ պարզագույն ստեատոզից սկսած, այսինքն լյարդում ճարպի կուտակումից մինչեւ ավելի ծանր ընթացքով խնդիրներ, դա լյարդում արդեն քրոնիկ բորբոքային process-ի հետևանքով ֆիբրոզի առաջացումն է, ինչ ընդհանուր մինչեւ լյարդի ցիրոզի առաջացում եւ նույնիսկ հեպատոցելյուլար կարցինոմ, այսինքն լյարդի ուռուցքի ձևավորում, եթե մենք ճիշտ ժամանակին չենք ախտորոշում, փուլավորում գրագետ կերպով հիվանդությունը եւ անհատապես վարում ըստ ծանրության աստիճանի։ Դուք ՄԶԻ-ի, այսինքն մարմնի զանգվածի ինդեքսի մասին երկու մասնագետներ դել նշեցիք, որ այն չի կարող միակ կամ ամենակարևոր ցուցանիշը լինել։ Ինչ է սա նշանակում, որ օրինակ պացիենտը կարող է ներս մտնել եւ ասել իմ ՄԶԻ-ն շատ բարձր է կամ շատ ցածր է, բայց դուք չառաջնորդվեք դրանով։ Օրինակ, զանգվածը շատ բարձր լինի, բայց շրջագիծը նորմալ լինի եւ դուք որոշեք, որ գիտեք, չէ, ձեր ՄԶԻ-ն բարձր է, բայց դուք այս խնդիրը չունեք։ Այդպես կարող է լինել։ Լինում է, ես էլի հենց ճարպային լյարդի տեսանկյունից մի հատ խոսեմ, որտեղ շատ կարևոր է այդ հատվածը, ինչու, որովհետև մենք երբ որ պացիենտներ ասում են ունեմ ճարպային լյարդ, մարդիկ միշտ պատկերացնում են դա որպես կանոն ավել քաշով, բարձր BMI-ով եւ որովայնի մեծ շրջագծով պացիենտներ են, բայց մենք ունենք նաեւ հիվանդների որոշ խումբ պացիենտների, ովքեր չունեն հավելյալ քաշ, ճարպակալում, հա, շատ մեծ։ Տեսանելի չէ, այո, այսպես ասած տեսանելի ավել քաշ չկա, բայց ունեն ճարպային լյարդ, lean muscle D ենք ասում, այսինքն դա ցածր BMI-ով պացիենտների մոտ ճարպային լյարդի առկայությունն է։ Սա հիմնականում ասիական պոպուլյացիայում է ավելի տարածված, երբ որ մարդիկ չունեն այդ ավել քաշը եւ այլն, բայց ունեն լյարդի ճարպակալում եւ սա ոչ մի պարագայում ավելի ցածր ռիսկեր չի ենթադրում ունենալու հետագայում հիվանդության պրոգրեսիան եւ բարդությունների առաջացումը։ Ուղղակի այստեղ կարեւոր է նշել, որ պետք չի, այսպես ասած, առաջնորդվել միայն վիզուալ այդպես արտաքին նշաններից, այլ կատարել մյուս չափումները, որպեսզի նախ ճիշտ այդ մետաբոլիկ բոլոր կարդիոմետաբոլիկ ռիսկերը հաշվարկել, գնահատել, սոնոգրաֆիկ հետազոտությունը պարտադիր կատարել, քանի որ մետաբոլիկ դիսֆունկցիոնալ լյարդի ճարպային հիվանդությունը մենք ախտորոշում ենք, երբ որ ունենք սոնոգրաֆիկ հաստատված ստեատոզ, այսինքն լյարդի ճարպակալում եւ մեկ եւ ավել կարդիոմետաբոլիկ ռիսկ գործոն։ Այսինքն դա կարող է լինել ինչպես դիսլիպիդեմիան, այնպես զարկերակային հիպերտենզիան, դիաբետը, ճարպակալումը, որովայնի շրջագծի փոփոխությունները։ Սոնոգրաֆիային ավելացնում ենք 1-2 ցուցանիշ եւ արդեն կարելի է խոսել ախտորոշման մասին խոսել։ Իհարկե, նաեւ այստեղ ուզում եմ նշել, որ խիստ կարեւոր է բացառել լյարդային վնասման այլ պատճառները եւս, որովհետեւ մետաբոլիկ դիսֆունկցիոնալ լյարդի ճարպային հիվանդությունը հաճախ նաեւ բացառման սկզբունքով դրվող ախտորոշում է, քանի որ հատկապես երբ որ մենք ունենում ենք պացիենտներ բարձր տրանսամինազներով, հիմնականում ALT, AST-ն են, դա ալանին եւ ասպարտատ ամինոտրանսֆերազները եւ որոշ դեպքերում ԳԳՏ-ն, դրանք լյարդի ֆունկցիոնալ փորձերն են, լյարդի ֆունկցիայի մասին խոսող ցուցանիշները, առաջին հերթին պետք է բացառել այն բոլոր ավելի շատ կարեւոր եւ ոչ հազվադեպ պատճառ հանդիսացող լյարդային վնասման ֆակտորները, որpիսի մենք կարողանանք հստակ ախտորոշում ունենալ, այսինքն դա վիրուսային հեպատիտներն են, որ պետք է ժխտել պարտադիր հատկապես վիրուսային հեպատիտ B-ն եւ C-ն, ինչպես նաեւ դա ուրեմն Վիլսոնի հիվանդությունն է, հեմոխրոմատոզն է, լյարդի ալկոհոլային ախտահարումներն են, ալկոհոլի չարաշահման հետևանքով առաջացող դեղորայքային, ինչպես ասեցի, եւ շատ այլ տարբեր, հա, ցելիակյան, այսինքն գլյուտեն էնտերոպաթիան, որոնց դեպքում եւս կարող ենք ունենալ լյարդի ֆունկցիայի խանգարում։ Սրանք բացառելու համար ձեզ բավական են լաբորատոր հետազոտությունները, թե կարող է գործիքային էլ պետք գալ, ընդ որում բացի սոնոգրաֆիայից այնտեղ մենք գիտենք, որ մի շարք այլ գործիքային հետազոտություններ կան, կուզենք դուք անդրադարձեք որպես լրացում, այո։ Կուզենամ միայն լրացնել մի կարևոր փաստ, մենք մետաբոլիկ համախտանիշը բուժելու պարագայում նաև շատ կարևոր է կանխարգելման հարցը, եւ այստեղ շատ կարևոր է ոչ միայն օբյեկտիվ զննման տվյալները, այսինքն ի սկզբանե ինչպես մենք խոսեցինք, տվյալ պահին քաշը, մարմնի զանգվածի ինդեքսը,
որովայնի շրջագիծը եւ այլն, սակայն անամնեստիկ տվյալները հավաքելուց մենք նաեւ հաշվի ենք առնում տվյալ պացիենտի ժառանգական նախատրամադրվածությունը, կոնկրետ թե սիրտանոթային ռիսկերի գնահատման հարցում, այսինքն ծնողներից, հարազատներից ինչ որ մեկը ինսուլտ, ինֆարկտ տարել է թե ոչ, արդյոք որևէ մեկը հարազատներից ունեն շաքարային դիաբետի առկայություն կամ պրեդիաբետ, ինչպես նաեւ ավելորդ քաշի առկայություն, եւ այդ բոլոր ռիսկերը գնահատելով նոր վերջնական դրվում է ախտորոշումը, եթե նույնիսկ այդ բոլոր բաղադրիչները չեն համապատասխանում տվյալ պահին մետաբոլիկ համախտանիշ ախտորոշելու համար, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանխարգելենք հենց մետաբոլիկ համախտանիշի առաջացումը հետագայում, այսինքն այստեղ շատ կարևոր է նաեւ կանխարգելելը, մեր խնդիրը միայն բուժումը չէ, այլ նաեւ հետագայում հիվանդության կանխարգելումը եւ դրա հետ կապված շատ կարևոր է մուլտիդիսցիպլինար մոտեցումը, այսինքն պետք է այդ օղակում ընդգրկված լինեն եւ էնդոկրինոլոգը, եւ գաստրոենտերոլոգը, եւ սրտաբանը, որպեսզի կարողանանք համակցված ճիշտ մոտեցում ցույց տալ։ Այս երեք հիմնական ուղղություններով, այո։ Միջմասնագիտական թիմի գրագետ արկայությունը խիստ կարևոր է տվյալ կլինիկայում, քանի որ այո, մետաբոլիկ համախտանիշը դա համակարգային խնդիր է եւ այսպես ասած մի օրգան համակարգի ֆունկցիայի խանգարում կամ այլ հասարակ խնդիր չէ նյութափոխանակային, այլ պետք է ներգրավված լինեն հեպատոլոգը, էնդոկրինոլոգը, նուտրիցիոլոգ, սննդաբանը եւ իհարկե կարդիոլոգը, որպեսզի թիմային կարողանան գրագետ վարել, քանի որ օրինակ հենց muscle D-ի հետ կապված շատ հաճախ գրագետ վարումը ենթադրում է ճիշտ կարդիոմետաբոլիկ ռիսկերի գնահատում եւ հիմքում ընկած հիվանդությունների բուժում, այսինքն եթե զարկերակային հիպերտենզիա է, գրագետ վարում, շաքարային դիաբետի բուժում, դիսլիպիդեմիայի պարագայում խոլեստերինի, եւ ֆրակցիաների, այսպես ստատինոթերապիայի միջոցով թիրախային թվերի հասնել, որպեսզի կանխարգելենք հետագայով սիրտանոթային պատահարների առաջացումը, սննդաբանի գրագետ աշխատանք թիմում, որպեսզի կարողանանք էֆեկտիվ նպաստել քաշի նվազեցմանը, ինչպես սննդակարգի, ֆիզիկական ակտիվության միջոցով, այնպես էլ իհարկե գրագետ էնդոկրինոլոգի հետ համագործակցելով կիրառել նորագույն սերնդի պրեպարատները, GLP-1 ագոնիստները, ինչպես նաև ուրեմն դուալ ագոնիստները, GLP-1 եւ GIP, զուգակցված թերապիաների անցկացումով, որոնք որ կարելի ասել այս մետաբոլիկ բժշկության դարաշրջանում իսկապես մեծ առաջընթաց են եւ հզոր արսենալ դեղերի, որոնք որ լիարժեք կարող են ինչպես կանխարգելել, այնպես էլ բուժել մետաբոլիկ համախտանիշը շրջանակներում առաջացող շատ խնդիրներ տարբեր օղակներում, հենց մեր ճարպային լյարդի բուժման ստրատեգիաներում եւս կիրառվում են այս պրեպարատները, օրինակ եթե մենք ունենք ճարպային լյարդ արդեն ավելի ուրեմն պրոգրեսիվող փուլում հիվանդության, օրինակ ֆիբրոզի F2, F3 ֆիբրոզի փուլում 2025 թվականին արդեն ուրեմն FDA-ը ամերիկյան ուրեմն Food Drug Administration-ը հաստատել է սեմագլյուտիդի կիրառումը որպես ուրեմն ճարպային լյարդի բուժում, հիմնավորել է եւ հաստատել, բայց շատ երիտասարդ է, ընդամենը 1 տարի է փաստորեն շրջանառվում, սակայն արդյունավետությունը հստակ պարզեց այս բժիշկների համար։ Չէ, այստեղ մի փոքր նրբություն կա, տվյալ սերնդի դեղորայքների հետ կապված GLP-1 ագոնիստները, ինչպես ասաց մեր բժշկուհին, գլյուկագոնանման պեպտիդները առնվազն 25 տարվա պատմություն ունեն, սակայն նախկինում կիրառվել են շաքարային դիաբետի բուժման process-ում, հետագայում տեսնելով դեղորայքի ազդեցությունը կոնկրետ մետաբոլիկ օղակների վրա քաշի նվազեցման հետ կապված, լյարդի վիճակի բարելավման, ինչպես նաև երիկամները պաշտպանող, սիրտը պաշտպանող հատկության շնորհիվ, արդեն երկարատև ուսումնասիրությունների արդյունքում, ինչպես բոլորիս քաջ հայտնի է, ցանկացած դեղորայք անցնում է հետազոտության մի քանի ֆազա, եւ դա տևում է տարիներ, այսինքն դա մեկ ամսվա process չի, մեկ օրվա process չի, եւ այդ հետազոտությունների ընթացքում այդ ֆազաները միջև անցնում է դեղորայքը վերջապես հասնում է որպես այդպիսին հաստատում տվյալ ախտորոշման եւ դեպքի կիրառման
համար Մտնում շուկա, դա բավականին երկարատև process է, բավականին մեծ ուսումնասիրությունների արդյունք է եւ գնահատվում է միանշանակ բոլոր ռիսկերը եւ չմոռանանք ամենակարևոր փաստը, ցանկացած դեղորայքային բուժում ունի ցուցում եւ հակացուցում եւ այստեղ շատ կարեւոր է հասկանալ արդյոք տվյալ դեղորայքը ցուցված է տվյալ իրավիճակի համար եւ նոր տվյալ դեպքում կիրառել ցանկացած դեղորայքը կախարդական փայտիկ չէ եւ մետաբոլիկ համախտանիշի ժամանակ եւս այստեղ շատ կարեւոր է նշել, որ առանցքային նշանակություն ունի կենսակերպի փոփոխությունը եւ եթե կենսակերպը չի փոփոխվում, իրականում դեղորայքի ազդեցությունն շատ քիչ է դրսևորվում։ Մենք հարց ունենք, ես սպասում եմ, որ այս հարցը անպայման հնչելու է, արդյոք Օզեմպիկը եւ այդ սերնդի այլ դեղամիջոցներ անելիք ունեն այս ողջ պատմության մեջ, քանի որ արդեն խոսել ենք շաքարային դիաբետի մասին, մարդկանց մոտ բնականաբար հարց է առաջանում, ինչ տպավորություն ունեք ընդհանրապես։ Տվյալ դեղորայքները բավականին շատ են, մեր հանրության մեջ տարածված է նրանց բրենդային անվանումներից կոնկրետ Օզեմպիկի եւ Մունջարոյի մասին։ Առհասարակ, եթե ունենք հստակ ցուցում, այո, թե Օզեմպիկը, թե Մունջարոն ունեն լիարժեք շատ լավ հատկություն կոնկրետ տվյալ իրավիճակների համար։ Կոնկրետ Օզեմպիկը շատ հաճախ կիրառվում է սիրտանոթային հիվանդություններ ունեցող, հենց մեր նշած մետաբոլիկ ռիսկեր ունեցող պացիենտների դեպքում, բայց ելի եմ նշում, պետք է հասկանանք արդյոք մենք ունենք ցուցում տվյալ դեղորայքի հետ կապված եւ ճիշտ գնահատել հակացությունները։ Այս խմբի դեղորայքային միջոցները չի կարելի ինքնուրույն կիրառել եւ ինքնաբուժումները շատ լուրջ վնաս կարող են հասցնել։ Այսինքն դեղատուն գնալ եւ ուղակի գերեմ ուզում եմ նիհարել, այս դեպքում պետք չէ։ Ոչ մի դեպքում չի կարելի, ինչպես նաեւ այլ մասնագետներ եւս չեն կարող նշանակել, քանի որ սա հստակ ուղղվածություն ունի այս դեղորայքային թերապիայի կիրառությունը եւ դեղորայքը օգտագործում է որոշակի ժամկետով բժշկի հսկողության ներքո, այսինքն դեղաչափի հետ կապված, հետագա ինչ որ կողմնակի ազդեցությունների հետ կապված, կենսակերպի հետ կապված, ֆիզիկական ակտիվության հետ կապված այդ ամբողջը, սննդի հետ կապված ամբողջը պետքա վերահսկողությամբ լինի։ Ուղակի վերցնելու կիրառելու դեպքում կարող է պացիենտը շատ լուրջ վնաս հասցնել իր օրգանիզմին, նախ նաև չմոռանանք այստեղ ամենակարևոր փաստը նշել, որ նիհարելու process-ում միայն ավելորդ կիլոգրամներ կորցնելու հարցը չէ եւ շատ հաճախ սխալ քաշ նվազեցնելու դեպքում մարդիկ նվազեցնում են իրենց մկանային զանգվածը, սարկոպենիայի առաջացման ռիսկ են ունենում, որի ժամանակ այլ հիվանդությունների առաջացման ռիսկն է բարձրանում, վստահ եմ շատերդ տեսած կլինեք, շատ հաճախ նշում են օզեմպիկային դեմքով մարդկանց, դա հենց այո, սխալ կիրառության ինքնաբուժման հետևանք է, երբ միանգամից հասկանալի է դառնում, որ տվյալ մարդը ինքնուրույն է իրեն բուժել եւ ավելի շատ կորցրել է մկան, քան ճարպ։ Իսկ մկանը մեզ պետք է ուսումնասիրությունները հստակ նշում են, որ մկանը մեզ կարող է պաշտպանել բազմաթիվ նույնիսկ ոսկրերն են պաշտպանում։ Այո, միանշանակ կարկաս որպես նաև միանշանակ։ Այստեղ նաև շատ առաջնային հարց է առաջանում ժառանգականության վերաբերյալ, էլի մի քանի հարց ստացա, արդյոք կարող է անձը, ով ունի ժառանգական ռիսկեր, չեն հանդիպել դեպքեր նախատրամադրվածություն չկա իր կյանքի ընթացքում հանկարծ ամեն դեպքում բախվել այս խնդրին մետաբոլիկ համախտանիշ ունենալ։ Այո։ Կարող է այդպես պատահել։ Միանշանակ կարող է, մեր կներեք, ես ուղղակի կարճ այս մասին խոսեմ, հենց ինչու կարևոր է, այո, ոչ միայն ժառանգական ֆակտորները իհարկե կարևոր են, բայց հենց ապրելակերպը կարևորագույն օղակն է մետաբոլիկ համախտանիշի առաջացման մեխանիզմներում, նաև ինչու, որովհետև մեր ապրելակերպի ոչ այնքան ճիշտ, ուրեմն տեսակը խիստ նպաստում է ուրեմն խնդիրների առաջացմանը, դա հիմնականում հիպոդինամիան է, այսինքն նստակյաց ապրելակերպը, դրա համար հենց բոլոր կլինիկական ուղեցույցներում, երբ որ մենք խոսում ենք հենց lifestyle modification-ի մասին, այսինքն ապրելակերպի փոփոխության, խիստ կարևոր երկար զրույցներ են ունենում պացիենտների հետ, ֆիզիկական ակտիվության ռուտին կարևոր, ուրեմն արկայության մասին իրենց առօրյայում, այսինքն դա շաբաթական օրինակ 150 րոպե եւ ավել
նշել ուրեմն միջին ինտենսիվության աերոբ ակտիվություններն են, ամենատարբեր դա կարող է լինել վազքը, հեծանվaz սպորտը, այգեգործությունը, ինչու ոչ, ջիմ հաճախելը, տարբեր հարմար այո, ինչը այդ պացիենտի, այսպես ասած, ապրելակերպին ավելի մոտ է եւ ավելի հարմար է։ Սննդակարգը միանշանակ եւ այստեղ ուզում եմ խոսել հենց միջերկրածովային սննդակարգի մասին։ Այն շատ նորաձև է, բայց արդյոք այն այդքան արդյունավետ է, որքան գովաբանում եւ փառաբանում են։ Այո, հաստատված ամենաէֆեկտիվ սննդակարգն է, դաշը եւ միջերկրածովային է, որը որ միտված է հենց մի շարք կարդիոմետաբոլիկ ռիսկեր նվազեցնելուն, այսինքն այն ոչ միայն հենց ուրեմն շաքարային դիաբետ, ճարպային լյարդ եւ այլն, կա մի շարք սրտային պաթոլոգիաների ժամանակ հենց կիրառվող ուրեմն սննդակարգ է, որը հիմնականում ներառում է իր մեջ սննդի ռացիոնում մաքսիմալ ավելացնել մրգերի բանջարեղենի քանակը, առավել սահմանափակել տրանսճարպերը, վերամշակված մսամթերքը, ինչպես նաեւ այնտեղ շատ կարեւոր է ավելի մեծացնել սննդի ռացիոնում ձկնեղենի, սիֆուդի քանակը, դիթայուղը, անդեղենը, ինչպես նշեցի միրգ բանջարեղեն, նաև հատիկը, ուրեմն ամբողջահատիկը, հացը եւ իհարկե մինիմալի հասցնել տրանսճարպերը վերամշակած միս, ինչպես նաեւ շաքար պարունակող պրոդուկտները, պարզ շաքարների մասին է իհարկե խոսքը։ Ռաֆինացված, ռաֆինացված թխվածքներ, տարբեր այդպես պրոդուկտներ վերամշակված, այսինքն պարզ շաքարների մասին է խոսքս եւ իհարկե շատ կարեւոր է նաեւ ալկոհոլի ուրեմն չարաշահմանն անդրադառնալ, ուզում եմ նշել, որ չկա ալկոհոլի անվտանգ չափաբաժին առհասարակ, գիտությունը այս պահին բոլոր արկա վերջին հետազոտություններով փաստում է, որ չկա իսկապես ալկոհոլի անվտանգ չափաբաժին, հետեւաբար խիստ կարեւոր է նաեւ ապրելակերպի փոփոխություններում նշել այս մասին եւս, ինչպես նաեւ այնտեղ աղի քանակի սահմանափակում, քանի որ մեր հիվանդները նաև ունեն սարկերակային հիպերտենզիա հաճախ եւ իհարկե սննդակարգից այդ կանոնավոր զուգահեռ գնացող ֆիզիկական ակտիվությունը, ինչը կօգնի պացիենտին գրագետ ձևով աստիճանաբար, բայց կայուն նվազեցնել քաշը, որը եւ բոլոր կլինիկական ուղեցույցներում հենց muscle D-ի առաջին գծով գնում է adekvat վարման պլաններում, այսինքն ապրելակերպի փոփոխություն, քաշի նվազեցում։ Ընդ որում, այստեղ կարող են կարևորել մշտականության բնույթը, այսինքն մարդիկ օրինակ պատկերացնում են, կվերցնեմ այսինչ սննդակարգը, կհետևեմ դրան 1 տարի կամ պայմանական 6 ամիս, հարցը կլուծեմ, դե հետո կանեմ ինչ ուզում եմ, այսինքն մենք այստեղ խոսում ենք առհասարակ փիլիսոփայական առումով, ինչ որտեղ էլի, որ մեր մտածողությունը փոխվի եւ մենք ամենօրյա ոչ դարձնենք եւ չմտածենք, որ երբ է ավարտվելու սրա ժամկետը եւ ես սկսեմ ուտել եւ անել այնինչ ուզում եմ եւ չանել այնինչ չեմ ուզում։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում իրականում, երևի բուժման process-ում ամենադժվար տրվող հարցերից մեկն է, քանի որ պացիենտներին առհասարակ չի կարելի տալ, ես առհասարակ դեմ եմ որևէ կարճաժամկետ սննդակարգերի խիստ դիետաների առկայությանը, քանի որ կարճաժամկետ ինչ որ ուղղակի ճակերտավոր առողջ սննդի անցումը դա ոչինչ մեր կյանքում չի կարող փոխել եւ կուզենամ նշել մի շատ կարևոր փաստ, ինչքան էլ մենք առանձնացնում ենք, իհարկե շեշտում ենք հեշտյուրացվող ածխաջրերի մեծ քանակի օգտագործման վտանգը եւ այլն, բայց առհասարակ չկա լավոված սնունդ եւ պետք է փորձել մաքսիմալ բալանսը ապահովել, առօրյա սննդակարգի եւ այդ բալանս հասկացողությունը ինչեր են ներկայացնում, ճարպի, սպիտակուցի, բջջանյութի, ածխաջրատի ճիշտ քանակը պետք է պացիենտը օգտագործի, որպեսզի կարողանա առհասարակ չբախվել ոչ մի օրգանական խնդրի եւ հետագայում նույնիսկ եթե տվյալ խնդիրը կա, այդ դեղորայքային միջամտությամբ հարց լուծելու դեպքում կարողանանք այդ կայունությունը պահպանել։ Իսկ դրա համար պետք է կենսակերպը ամբողջությամբ փոփոխել եւ դա մեկ օրվա հարց չէ, դա միանշանակ մի քանի ամսվա պատմություն ունի ամենակիչը եւ այստեղ կուզենամ նշել նաեւ մի շատ կարեւոր փաստ, հաճախ ճարպակալում ունեցող պացիենտների դեպքում մենք չենք մոռանում նշել նաեւ
հոգեբանական խնդիրների դերը, կարող է պացիենտ ունենալ սննդային վարքի խանգարում եւ իրեն ուղղակի խիստ դիետաների անցկացնելը շատ ավելի լուրջ խնդրի առաջ կարող է կանգնեցնել։ Ինչքան էլ որ մենք նշում ենք, որ մետաբոլիկ համախտանիշի գլխավոր պաթոլոգիկ հիմքը ինսուլինառեզիստենտականությունն է, բայց այդ ինսուլինառեզիստենտականության առաջացմանը նպաստող գործոնները մենք պետք է քայլ առ քայլ ուղղելով գնանք եւ միայն դեղորայքային միջամտությունը հարց չի լուծում, այստեղ գլոբալ համակարգային փոփոխության հարց կա եւ շատ կարեւոր է տվյալ մարդու որոշումը այդ գործընթացին ընդգրկվելու կապակցությամբ։ Այո, ՍՎԽ-ի հարցը լուծել, հետո նոր արդեն դեղորայքով լավ ՍՎԽ պատկեր ունենալու կիրառումը եւ այո, հենց մուլտիդիսցիպլինար թիմում ես մոռացա նշել, շատ կարեւոր է նաեւ իհարկե ունենալ այս մասնագետին, հոգեբուժներին, այո, ովքեր որ զբաղվում են սննդային խանգարումներով։ Շատ շնորհակալություն, շատ ակտիվ եւ շատ հետաքրքիր էր եթերը մենք զրուցեցինք կարդիոլաբ կլինիկայի մասնագետներ, էնդոկրինոլոգ Քնարիկ Բադեյանի եւ գաստրոենտերոլոգ Արփինե Սիմոնյանի հետ, ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, ցտեսություն բոլորին կհանդիպենք։ Շնորհակալություն։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։